FIFA-ն ձախողվում է, ամենախոստումնալից բրազիլացին Էնդրիկը չի, Յամալը ավել է անում, Մբապեին կլոնավորել են, մի քիչ էլ ու Բեքհեմը կդառնա Անգլիայի թագավոր։ Մինչ FIFA-ի նախագահը փորձում է UEFA-ից հետ չմնալ, ես փորձում եմ հասնել Ռոնալդուին YouTube-ի գծով, ողջույն բոլորին։ Այդ հարցում ինձ կարող եք օգնել բաժանորդագրությամբ ու լայքով։ Ինչ վատ Ռոնալդու եմ որ։ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ընդունեց, որ լավ չի կառավարում ֆուտբոլն ու հեռացավ։ Մեկնարկեց հնարավոր ու անհնար բոլոր ձևերով PR-ված աշխարհի ակումբային առաջնությունը, որին ես ասում եմ ստից աշխարհի առաջնություն։ What? Դեկտեմբերին բացման խաղի տոմսը $350 էր, իսկ արդյունքում այն վաճառվեց ընդամենը $55-ով։ Միայն դրա շնորհիվ բացման խաղին եկավ 60,000 հանդիսական ու էդ էլ չլցրեց ստադիոնը։ Որովհետև արա դե պետք է ընդունել, որ Մեսսիի խաղը էլ այն չի։ Ամերիկայում այդքան էլ չեն սիրում ֆուտբոլը ու թիմերի մեծամասնությունը Չ-կլասի են։ Օրինակ Բավարիայի մրցակից Օքլանդ Սիթին, որը Նոր Զելանդիայի չեմպիոնն է։ Խաղացողներից մեկը սուպերմարկետում է աշխատում, մյուսը կոլայի առաքիչներից է, իսկ այն մյուսը հնարավոր է։ Այս թիմի վիճակը ամենատխուրն էր։ Նրանք ընկան գերմանական մսաղացը։ Արնախում գերմանացիները 10 գոլ ուղարկեցին Նոր Զելանդացի կիսապրոֆեսիոնալների դարպասը։ A bit bad for Auckland because obviously you were so much stronger than your opponents. No. No. Գլխավոր դերերում էր իհարկե Թոմաս Մյուլերը։ Հիշեցնեմ, որ գերմանացին այնտեղ էր, երբ Գերմանիան անցնում էր Բրազիլիայի վրայով եւ այնտեղ էր իհարկե, երբ Բավարիան էր ոչնչացնում Բարսելոնային։ Paris Saint-Germain-ն էլ անցավ Ատլետիկո Մադրիդի վրայով։ Լուիս Էնրիկեի թիմը շարունակում է նվաստացնել մրցակիցներին։ Այս անգամ էլ 4-0 ու Դիեգո Սիմեոնեն արդարացավ։ Երբ Էնրիկեին ձախվինգեր պետք եկավ, նրանք 70 միլիոն ծախսեցին ու գնեցին խվիչային։ Ախպեր, քո աշխատավարձից հատկացրու։ Առանց էլ ակումբի ամբողջ բյուջեն քո աշխատավարձն է։ Լավագույն խաղը կայացավ Պորտուի եւ Պալմեյրասի միջև։ Չնայած գոլեր չեղան, բայց շատ լարված ու հետաքրքիր խաղ էր ընթանում։ Իսկ գոլեր չեղան, որովհետեւ փայլեց Պորտուի դարպասապահ Կլաուդիո Ռամոսը։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Էստևաո Վիլյանը, որը բրազիլացի ամենախոստումնալից ֆուտբոլիստն է համարվում։ Այո, ապեր, քեզնից լավն է։ Բրազիլացի տաղանդի մասին դեռ կխոսենք, իսկ FIFA-ի նախագահը տապալվելուց հետո հեռացավ, իսկ նրա փոխարինեց iSpeed Show-ն։ I'm the FIFA president. Ես կարծում եմ, այս FIFA-ի համար այդ Speed Show-ն ամենաիդեալական ղեկավարն է, չնայած որին անտեսեց Լեոնել Մեսսին։ Ամփոփելով այս առաջնությունը, ես կարող եմ ասել, որ սա ընդամենը մի մրցավազք է UEFA-ից հետ չմնալու փորձ, որը ամենայն հավանականությամբ քարուքանդա լինելու։ Մինչև մրցաշարի մեկնարկը Ռեալում գիտեին, թե ուժեղ տուրնիր են գնում ու Ալոնսոն այսենց գանյատ էր անում իր ֆուտբոլիստներին։ Mbappé, Jude Bellingham o Tchouaméni que se encontraban con sus selecciones nacionales y dos caras nuevas. Hoy ha sido el primer. Ասում են Ալոնսոն ասել է, թե իր թիմում ով չվազի չի խաղալու։ Վերջին շրջանում շատ է խոսվում, որ Յամալը իր տարիքի համար շատ մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա։ Ռոնալդուն ասել էր, թե հանգիստ թողնեն այդ տղային ու հահա հանգստի ժամանակ երիտասարդ իսպանացին որոշեց համեստություն դրսևորել եւ ավել անել։ I think I am actually humble. I think I'm much more humble than you would understand. Ու բոլորը միանգամից հիշեցին Ռոնիի պատանի ժամանակվա այս նկարն ու համեմատական տանելով ասել, որ Յամալը համեստացել է Ռոնալդուի շնորհիվ։ Գուցե տենց է, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նա այդ պոստը ջնջել է Instagram-ից։ Երևի ինկերները ղժացել են վրեն, հատկապես Վիլյամսը։ Իդեպ, ասում են, Բարսելոնան շատ մոտ է Վիլյամսին ձեռք բերելուն։ Այս թեմայով Յամալը անկեղծացել է մեզ մոտ։ Որպես Բարսելոնայի տաղանդ, ինձ հարցրին, թե ինչ եմ ուզում ամենաշատը, եւ ես Դեկուին ասեցի, որ ուզում եմ Վիլյամսին բերեն, մեկ էլ էս Դեկուն ուրախացավ, ոգևորվեց, ասեց, թե բա հենց դրա վրա էլ աշխատում ենք, հենց հիմա գնամ բերեմ ու գնաց։ Չհասցրի ասեմ, որ Վիլյամսին ուզում եմ, որ մեր թիմ գա, որ ավելի հաճախ պարենք միասին։
Հենց որ ինձ հայտնեցին, որ այս անչափահասը իր հանգստի մի մասը անցկացրել է Ֆատի Վասկեսի հետ, լրիվ հորդ ուղին ես բռնել, կարողա մի քիչ հետո նոր յամալ ծնվի։ Ակումբային աշխարհի առաջնության ժամանակ ձախողվում է ոչ միայն FIFA-ն, այլ նաև մամուլը։ Բրազիլիական Բոտաֆոգոյի թիմում կա մի ֆուտբոլիստ, որի անունն է Խոակին Կորեա, եւ նա հարցազրույց էր տալիս։ Ինչ եք զգում ձեր եղբոր Անխել Կորեային հանդիպելուց առաջ։ Բայց նա իմ եղբայրը չէ։ Ոնց թե, բայց նույն ազգանունն ունեք։ Այս լրագրողի տեսանկյունից օրինակ բոլոր Փաշինյանները Հայաստանի վարչապետ են։ Ահա, բայց դա կարող լինի։ Ծանոթացեք, Ռեալի ֆուտբոլիստներն են ամերիկյան վերելակներից մեկում։ Առաջին հայացքից սովորական լիֆտ սելֆիա, բայց եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ Ֆլորենտինո Պերեսին վերջապես հաջողվել է կլոնավորել Մբապեին։ Լոնդոնի Չելսին հերթական տրանսֆերն է արել, բայց սա առանձնանում է, սրանց նման չի։ Էստևաու Վիլյանն է, որը համարվում է Բրազիլիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, բայց Վագներ լավի կարծիքով ամենատաղանդավորը։ Նա ամենախոստումնալից բրազիլացին է, անգամ Էնդրիկից է լավը։ Իզուր չէ, որ Պորտոյի հետ խաղում հենց նա էր լավագույնը։ Իհարկե, նա դեռ հղկվելու եւ աճելու տեղ ունի, բայց լավ փոխանցումները, դաշտը լավ տեսնելը նրան մեծ հեռանկար են բացում։ Ուղղակի Չելսիում կարան բացեն։ Դեվիդ Բեքեմը ունի ամեն ինչ, գեղեցիկ ընտանիք, գեղեցիկ կին, լիքը փող, ակումբ, Լիոնել Մեսին, հավեր ու ակլորներ, հերիք չի, մի հատ էլ սրի կոչում ստացել։ It ends nearly a decade of frustration for him after he was snubbed by Queen Elizabeth. Որոշները կասեն վայ բախտ բաժանող, ես էլ կասեմ աշխատանք, աշխատանք, աշխատանք։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ֆրաց ու նախրի միջից Գատուզոյի ճակատը պաչեց։ Ջենարոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչն է։ Ես չգիտեմ, թե ինչ է տալու նա իտալական ֆուտբոլին, բայց որ իտալացիները ափերից դուրս գալու առիթներ ունենալու են, այդ հաստատ։ Իմ կարծիքով նրա լավագույն խորհուրդը ֆուտբոլիստներին լինելու է՝ հելեք ջարդեք դրանց արա։ Բոնուչին, Յուվենտուսի նախկին գլխակեր պաշտպանը, բարեգործական խաղի ժամանակ կերավ կին ֆուտբոլիստներից մեկին, հետո նրան վերակենդանացրեց իր սթորիում, թե բա նա դեռ կենդանի է։ Այս անգամ կարճ էր, քանի որ էքսպերիմենտ էինք փորձել ավելի տեմպ տալով եւ վիզուալը շատացնելով։ Գրեք ձեր կարծիքը, բաժանորդագրվեք ու լայքեք։ Շատ շնորհակալ կլինենք։ Լավ եղեք, կհանդիպենք։